աղոթքով Տերոջ արժանանք։ Տեր, շնորհակալ եմ քեզ այս քեղեցիկ արտվան համար, որ մեզի դվիր, որ գնանք միասին հավաքվելով Տեր եւ քո անունը պաշտել։ Գաղութեմ, որ առաջնորդես այս բառը, գաղութեմ, որ թուն խոսիս այսօր մեզ հետ։ Եվ գաղութեմ, որ ինչ որ ասեմ, ինչ որ լսենք ով Տեր քո փառքի համար լայվ քո խոսքը դլա Հիսուսյանով խնդրեմ, ամեն։ Սեմ գարտալ Մատթեոս 6-րդ գլուխն 5-րդ համարեն Մատթեոս 6:5-15 Հիսուսը խոսողը ու երբ աղոթք գնես գեղձավորներուն նման մի ելար որոնք կսիրեն ժողովարաններուն մեջ ու հրաբարակներուն անգյունները գայնելով աղոթք գնել որբեսի մարդոց երևնան ճշմարիտ գսեմ ցեզի անոնք իրենց վարձքը արած գլան իսկ թուն երբ աղոթք գնես մդիր քու ներքին սենյակդ ու թուրդ կոծե եւ աղոթք գրե քու հորդ որ քաղդուկ դեղ կգտնվի եւ քու հայրդ որ քաղդուկը գտեսնե քեզի հայտնաբես հադուցում բիդիանե երբ աղոթք գնես հեթանոսներուն բես շատախոս մի ելակ վասնցի կգարձեն թե իրենց շատ խոսելուն համար պիտի լսվին ուրեմն անոնց մի նմանիկ վասնցի ծեր հայրը ցեզի պետք եղածը գիտե թեր թուք իր մե չխնդրած ուստի այսպես աղոթք գրեք թուք ով հայր մեր որ երկինքն ես քու անունդ սուրբ լա քու թագավորությունդ կա քու գամքդ լա ինչպես երկինքը նույնպես երկրի վրա մեր ամեն օրվա հացը այսօր ալ մեզ դուր մեզի ները մեր բարդկերը ինչպես մենք ալ գներենք մեր բարդականներուն եւ մեզ փորձության մի դանիր հաբա չարեն մեզի ազատե քանզի քուք դե թագավորությունը եւ զորությունը ու փառքը հավիտյանս ամեն Հիսուս շարունակ իր հետևողներուն կգանչե որբեսի դարբերը լան աշխարհեն իրենց շուրջին մարդոցմե որբեսի ունենան ավելի բարձր ստանդարտներ քրիստոնեական արդարությունը աշխարհեն բարձր է որովհետև ներքին արդարություն է քրիստոնեական սերը աշխարհի սերեն ավելի լայն է որովհետև մեջը գբարունագե թշնամիներու հանդեպ սեր եւ քրիստոնեական աղոթքը ավելի խորունգ է աշխարհի աղոթքեն որովհետև անգեղծությունով եւ խորուրդով է այս արդվա հատվածին մեջ Հիսուս մեզի գսորվեցնե ինչպես աղոթել ինչպես Աստված կսպասե որ մենք աղոթենք թեև բոլորնից այս աղոթքը գիտենք եւ շատերնից անկիր գիտենք այս արդու կուզենք նայել այս աղոթքին մոդեն որբեսի հասկանանք ավելի լավ ինչպես պետք է աղոթենք եւ ինչի մասին պետք է աղոթենք Տեր Հիսուս մեզ չսած ինչպես աղոթել գսե մեզի ինչպես չաղոթել իր աշակերտներուն կսորվեցնե երկու սխալ ծևեր կամ բաներ մեղքեր որ պետք է հերու մնանք մեկը փարասիցիներուն աղոթքին հատկություններ մյուսը անաստվածներու կամ անաստված չէ այլ
հեթանոսներու աղոտքին հատկություններ։ Փարեսիցներուն աղոտքը սկիզբը եթե նոր սկիզբեն նայինք խորինք որ շատ լավ է գսիրեին աղոթել այդպես կսե գսիրեն աղոթել բայց աղոտքը չէ որ գսիրեն այլ գսիրեն ինքսինքնին ցցնել երբ կաղոթեն իրականության մեջ ինքսինքնին է որ գսիրեն Ճամփաներուն անգյունը գայնեին որպես աղոթեն որ ինքնին սխալ բան մչունի գայնիլը սխալ բան մչե աղոթածադենը եւ շատ նորմալ է հрьяներու համար գայնած աղոթել եթե դեսած ենք wailing while in timatier գաղոթեն ոտքի գայնած գաղոթեն հрьяները ոտքի գաղոթեն եւ սխալ բան մչի գա ոտքի աղոթելու մեջ նաև սխալ բան մչի գա ճամփային անգյունը աղոթելու մեջ Աստված գուզե որ ովևէ դեղ իրեն կանք եւ աղոթենք ուր որենք կրնանք իրեն թարնանք եւ աղոթել գուզե որ շարունակ իր հետ աղոթքի մեջ լանք բայց Հիսուս մեզի ցցուց իրենց իրական շարժարիթը աղոթքի ոչ թե որ Աստուծո հետ խոսիլ այլ որբեսի ինքսինքնին ցցնել մարդոց Գուզեին իրենց հբարդությունը սնուցանել գուզեին որ մարդիկ իրենց փարավորեն Ինչ է մեր շարժարիթը եկեղեցի երթալու կամ աղոթելու որբեսի մենք մեզ աստվածաբաշ ցցնենք մարդոց թե ոչ ճշմարտաբես Աստծո բաշտել է մեր շարժարիթը Ուրեմն քրիստոնյան ինչպես պետք է աղոթե պետք է երթա իր սենյակը եւ թուրը կոծե պետք է թուրս բահե Բոլոր այդ կյանքի բաները որ մեր միտքը Աստուծմեգը դարձնեն գերացնեն այդ բոլոր բաները որ գարքիլեն մեզի Աստուծո վրա գետրոնանալ այն անցը որուն հետ պիտի խոսենք պետք է թուրսը բահենք բոլոր այդ բաները որ մեզի Գեղձավոր գնեն Աստծո արչև մեզի թերասան գնեն Աստծո արչև մեզի գեղձ թեմփ մտնել գուդան Աստծո արչև մեզ գմղեն որբեսի ցևացնենք որ փամենենք որ չենք ինչ է գեղձավորությունը թերասանը ցևով մը գեղձավոր մնե որովհետև իր իրական անձը գբահե եւ ինքսինքը գփոխե ուրիշ մեգումը թեմփ կգարնե ուրիշ մեգումը ցևը իր վրա գարնե Աստված գուզե որ մենք իր արչև մենք լանք ոչ թե ուրիշ մեկը եւ երբ որ գաղոթենք երբ որ մարդոց արչև գաղոթենք պետք չէ աղոթենք այդ ցևով որ ինքսինքնիս դարբեր ցցնենք գեղձավոր աղոթքը Աստծո հաճելի աղոթքը չէ իսկ հեթանոսին աղոթքը ինչ է գեղձավորությունը միայն մեղքը չէ որ Հիսուս մեզի գսե որ չկործենք շադախոսությունն ալ ուրիշ մեղք մնե հայերեն փարը շադախոսություն որ թարգմանված է կնա սխալ հասկացվիլ Աստված չսեր որ երկար պետք չէ աղոթենք որտեվ Հիսուս ինքը
ամբողջ գիշերը աղոթեց քանի անգամ։ Նաև ասել չէ, որ պետք չէ գրտնենք մեր խնդրանքները, որովհետև Հիսուս ինքը նույն բանը աղոթեց Գեթսեմանի բարձին մեջ, գսե քնած եւ երրորդ անգամը լալով նույն խոսքերը ասավ։ Այդալ չէ, ասել ուզածը Հիսուսի։ Նաև Հիսուս չսեր, որ պետք չէ առանց կենալու աղոթենք, պետք չէ հարադևը լանք աղոթքի մեջ։ Հիսուս կսե ընդհակառակը, որ պետք է հարադևը լանք։ Ինչպես այդ գինը, որ քնած թադավորին եւ հարադև օրեն խնդրեց, ինչեւ որ իր ուզածը ստացավ։ Հիսուս գտադաբարդե խոսքեր առանց խորհրդի, խոսիլ առանց խորելու։ Եվ հեթանոսները նույնիսկ այսօր գաղոթեն առանց շատ հեթանոսներ գաղոթեն առանց միտքի, առանց խորելու։ Աղոթքի անիվները մեկ օրինակ մնեն այդ բանին, որքան որ այդ անիվը դարձնեն ավելի աղոթած կլան։ Աղոթքի թրոշակներ կան ասկերու մեջ, որքան որ հովը փչի այդ թրոշակին եւ թրոշակը օդին մեջ շարժի, թրոշակը աղոթած կլա։ Մահարիշի յոգին, որ սկսած է այդ բանը, որ transcendental meditation կսեն։ Իրականության մեջ meditation-ը խորհուրդ է, բայց transcendental meditation-ը խորհրդի հետ բոլորովին կապ չունի։ Իրականության մեջ transcendental meditation-ը ինքսինքդ մեխանիկական ծևով մարմինդ եւ միտքդ թուլացնել է, որ մինչև որ բոլորովին խորհուրդներ դե բարբվիս, ոչ թե որ խորհուրդներ ունենալ, այլ խորհուրդները զուր գլալ է նպատակը։ Նույնիսկ կաթոլիկները եւ նույնիսկ մենք ունենք աղոթներ կամ աղոթքի ծևեր, որ առանց խորհրդի են։ Կաթոլիկները ունին այդ բզդիկ քննիկները, որ գհամբրեն եւ գգրտեն նույն բաները գարդասանեն իբրև թե Աստծո։ Այս բոլոր բաները մեր միտքը Աստուծմե կհեռացնեն, կդարձնեն թեպի ուրիշ բաներու։ Հիսուս գարքիլ է քրիստոնյաները փանալ իրենց փերանները եւ աղոթել, եւ որ միտքը հոնչե։ Մենք ալ երբեմն այդպես գաղոթենք։ Նույն խոսքերը, որ վարժված ենք ասել, առանց խորելու, գսենք Աստծո։ Երբ որ ուդելու նստինք, ոդանավոր մունինք, որ Աստծո գգրտնենք։ Գսե գխորին, որ պիտի լսվին իրենց շատ խոսքերով։ Ինչ տեսակ Աստված է, որ գուրախանա կամ գհրջվի մեծ բարեր, երբ որ կործած են, կամ թե գուրախանա, երբ որ շատ գխոսին իրեն։ Ինչ տեսակ Աստված է այդ։ Ինչ տեսակ Աստված է, որ միայն աղոթքը կպատասխանե, երբ որ շատ երկար աղոթենք, կամ շատ ժամեր դանք աղոթքի մեջ։ Հիսուս կսե իրենց պես մի ելակ։ Ինչու, որովհետև մենք այդպես
Եթե Աստված գիտե մեր պետք ունեցածը, ինչ պետք է աղոթել։ Մենք չենք աղոթեր, որպեսզի Աստծո ասենք այնինչ, որ ինքը չի գիտեր։ Մենք չենք աղոթեր, որպեսզի իրեն մղենք, որպեսզի իր բարդականությունը ընե։ Մենք չենք աղոթեր, որպեսզի ընել դանք իրեն այնինչ, որ ինքը չի ուզեր ընել։ Մենք գաղոթենք, որպեսզի մենք մեզ արթնցնենք իրեն փնտրելու, որպեսզի մեր վախերը իր ցերկը հանցնենք, մեր պետքերը մեր ցերկեն ցիկենք եւ իրեն հանցնենք, որպեսզի իրեն ասենք, որ ինքն է մեր միակ հույսը, որպեսզի ասենք իրեն, որ իրեն պետք ունենք, որպեսզի մենք մեզ իր ցերկերուն հանցնենք։ Այս է պատճառը, որ գաղոթենք։ Դերունական աղոթքը դրվեցավ քրիստոնյաներուն իբրև օրինակ ինչպես աղոթել, ինչպես քրիստոնյամը պետք է աղոթե։ Գսե Մատթեոս 6:9-ի մեջ այսպես աղոթ գրեք։ Այսինքն օրինակ մնե, որ մենք կրնանք մեր աղոթներուն ընդօրինակել։ Բայց երբ որ Ղուկաս 11:2-ին մեջ Հիսուս նույն աղոթքը գսորվեցնե, գսե երբ աղոթ գնես, ասեք եւ պետք է այդ աղոթքը գրտնեն փարարփար եւ այս աղոթքը այդպես ալ գրնա կորձածվիլ, գրնանք գրտնել ինչպես որ է, ոչ թե միայն իբրև օրինակ։ Եվ գսկսի հայր մեր որ հերգինս ես։ Տարբերությունը ինչ է փարեսություններուն, հեթանոսներուն եւ քրիստոնյաներուն աղոթքին միջև։ Տարբերությունը Աստվածն է, որ գբաշտենք։ Մենք մեր Աստծուն հայր գսենք, հայր, որ երգինքն է։ Հայրը մտերիմ է, հայրը անձնավորություն է եւ անձնական հայրը։ Մենք իր զավակներն ենք, երբ որ զինքը ընդունենք իբրև մեր փրկիչը, ինչպես կսե անոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծո որդիները լալու։ Բոլորնիս Աստծո որդիներ չենք։ Միայն անոնք որ զինք ընդունեցին։ Մեր Աստվածը մեկը չէ, որ մենք պետք է վախնանք։ Մեր Աստվածը սեր ունի իր որդիներուն հանդեպ։ Բայց նույն ադեն մեր հայրը երկինքի մեջ է։ Ինչս է այդ։ Դրսել չէ այն դեղը ուր ինքը գփնագի, այլ գծցնե իր զորությունը եւ իր հեղինակությունը։ Հայրական սեր եւ երկնային ուժ։ Աղոթքը այսպես կսկսի, որբեսի Աստծո արչև եւ քանք շիդակ միտքով, շիդակ ցևով Աստծո արչև քանք։ Գիտնանք ինքը ով է մեր հանդեպ եւ մենք ով ենք իր հանդեպ։ Այն ադեն է, որ գրնանք Աստծո ուզածները առաջ տնել, մեր ուզածներն, Աստծո փառքը մեր պետքերն առաջ տնել։ Սուրբ Եղիցի անունքո Եկեսցե արքայություն քո Եղիցի կամքո որպես հերգինես եւ հերթի։ Այս աղոթքին առաջին մասը Աստծո փառքին մասին է։ Աստծո փառք բերելու մասին է։
Առաջինը Աստծո անվանը մասին, ոչ թե իր քրված անունը կամ խոսված անունը Եհովա, այլ իր անունը իր անձնավորությունը։ Աստծո անունը արդեն սուրբ է, բայց մենք գաղութենք, որ մարդիկ սուրբ պահեն իր անունը, որովհետեւ մեր կյանքերուն մեջ Աստծո անունը սուրբ լա, որովհետեւ մեր եկեղեցին մեջ Աստծո անունը սուրբ լա եւ աշխարհի մեջ սուրբ լա։ Երկրորդը Աստծո թագավորության մասին գաղութենք, բայց Աստված արդեն թագավոր է։ Ինչու պետք է Աստծո թագավորությունը խնդրենք։ Երբ Հիսուս եկավ այս աշխարհը, Աստծո թագավորությունը թուրները գոդրեցան եւ մարդիկ մտան այդ թագավորության մեջ, որ պիտի ուրիշ ցավով չկարանային մտնալ։ Մեղավորներ Աստծո թագավորությունը մտան Հիսուսի արյամբ լվացվելով։ Մենք պիտի չկարանայինք Աստծո թագավորությունը մտնալ, եթե Հիսուս մեր մեղքերուն համար մեռած չլար, մեր մեղքերուն համար պիտի չկարանայինք մտնալ։ Գաղութենք, որ Աստծո թագավորությունը կա, այդսել է, որ իր թագավորությունը մեծնա, շատեր հասկանան այս ճամփան եւ իրենքալ մտնան իր թագավորությունը եւ նաեւ աղոթել Աստծո թագավորությունը, որ կա, ասել է, որ Քրիստոս վերաթարնա եւ այդ ամուսնությունը դեղի ունենա իր եւ իր եկեղեցվո միջև, որբեսի Քրիստոս այս աշխարհի վրա դիրե։ Եվ երրորդ Աստծո կամքը ըլլա, որովհետև Աստծո կամքը լավագույն միջոցն է մեր կյանքերուն համար։ Մեր կյանքը երկինքի պես կլա, երբ որ երկրի վրա իր կամքը կատարենք։ Ես հաց մեր անաբազոր դուր մեզ այսօր։ Հացը ինչ է։ Հացը մեր բոլոր այս կյանքի պետք ունեցած բաներուն նշանն է։ Մեր ուդելիքը, մեր առողջությունը, մեր դունը, խաղաղություն, այս բոլոր բաները պարունակված են հաց խորհրդի մեջ։ Մեր պետք ունեցած բաները, ոչ թե մեր luxury-ները։ Աստված գուզե, որ իրեն թարնանք մեր հացին համար, իրեն վստահինք մեր պետք ունեցած բաներուն համար։ Եվ այս անաբազորյա հաց է, ամեն օրվա հաց է, այսօրվա հացն է, որ կխնդրենք իրեն, ոչ թե վաղվա հացը, այլ ամեն օր իրեն կվստահինք մեր հացին համար։ Թող մեզ զբարդիս մեր, որբես եւ մենք թողունք ներոց բարդաբանած։ Ինչ է մեր բարդկերը։ Մեր բարդկերը մեր մեղքերն են։ Մեր մեղքերը թեպի Աստված եւ մեր հանցանքները թեպի ուրիշ մարդիկ։ Մենք չենք կրնար ներում ստանալ, եթե մենք չենք ներեր մեր շուրջինները։ Մենք խոնարհությամբ կրնանք Աստծո քալ միայն այդ վարյանին, որ տեսնանք մեր մեղքի եւ մեր մեղքին մեծությունը
Եվ երբ որ նայինք մեր թրացին մեղքը մեզի հանդեպ, շատ բզդիկ է այդ մեղքը, հաղթադմամբ մեր մեղքը Աստծո հանդեպ։ Այդ արագին մեջ Հիսուս սկսե թագավորին սայնով. Ես քեզի ներեցի ու բոլոր բարդքդ դուն չգրցար ներել այդ բզդիկ բարդքը, որ քո ընկերդ ուներ քեզի թեմ։ Եվ մի դանիր ըզմեզի փորձություն, այլ փրկյա իչարե։ Աստված մեզի փորձության մեջ չդանիր։ Հայերեն թարգմանությունը շատ զորավոր է այս նյութին մեջ, կսե ու մեզ փորձության մի դանիր։ Այսինքն մի ցիկեր, որ փորձության մեջ իննանք, կամ մի ցիկեր, որ փորձությունը երբ կա, մեզ դաբալ է, մեզ դանի։ Փորձությունները և դժվարությունները կյանքի մեզի համար կարևոր են, որովհետև այդ բաներն են, որ մեզ գաջեցնեն, մեզ գզորացնեն կյանքի մեջ։ Գաղոթենք, բայց որ Աստված մեզի զորացնե, որբեսի սատանան մեզ չդաբալե, որովհետև մենք դգար ենք սատանային փախտadmank։ Մենք զորություն պետք ունենք Աստծո, մենք օգնություն պետք ունենք Աստծո։ Վերջին 3 կետերը հացը և ներողամտությունը Աստծո և փորձությունը ազատումը, այս մեր պետքերն են։ Հացը մեր մարմնական պետքն է, ներվիլը մեր հոգևոր պետքն է և մեղքի չարեն ազատվիլը մեր փարայական պետքն է։ Ճշմարիտ քրիստոնեական աղոթքը կենտրոնացած է Աստծո վրա։ Այդ աղոթքին սկիզբը և կենտրոնը Աստված է։ Չենք աղոթեր օդին, կաղոթենք մեր Հորը, որ երկինքն է։ Եվ այդ աղոթքը կենտրոնացած Աստծո վրա և այդ զգացումով, այդ գիտակցությունով, որ մենք Աստծո պետք ունենք։ Այդ աղոթն է, որ Աստծո հաճելի է, այդ աղոթն է, որ Աստված կլսե։ Ցերկին դակ աշխատող աղջիկը իրեն քիչ մը դժվարություն գտար եւ ասած չերներ։ Ուրեմն սա նախընտրելի է իրեն դունը հերացանեն, որովհետեւ օֆիսի մեջ ուրիշներուն արչեւ իրեն հետ դժվարություն չունենամ եւ պիտի չանարած հարց իրեն կամ իրեն fire-նել, jump-ել, կամ ալ իրեն warning դալ, որ այսքե վերջի պետք է իրեն հբադագի։ Եվ դուն կնաց եւ երբ որ գմդացեր հերացան արած եւ հերացաներ միտքի եկա, որ ինքը երբ դակավին նոր ամուսնացած էր եւ ամուսինը գուսաներ support կներ իր ամուսնին, դեղը գաշխատեր եւ ամուսինին շրջանավար դլալու ադենե եկավ Thanksgiving-ին հաջորդ օրն էր աս Ամերիկայի մեջ կբադայի եւ Thanksgiving-ին բոլոր Ամերիկայի խանութները կոց կլան եւ ուրեմն իրեն բասին կնացսա որ Thanksgiving-ին հաջորդ օրը գուզեմ օֆարնել այդ օր արցագուրտ կուզեմ արնել սա ինչու սա ամուսինս շրջանավար դիլա ասկականները ուրիշ նանքները եկածեն եւ փարտիալ դրի ունենան կստա որ շրջանավար գիտես որ ամենն սպաղորն է սա այդ օրը շրջանավար դլալու արարողության գծկեն որ երթասած է բայց անգի վերջի գուզեմ որ հոսքաս աշխատիս
ինքն ասած է որ չեմ ներսած է ուրեմն ասկա մեկ շաբաթ առաջ կլա գորատկե եւ ատսելես վերջեսավ իրեն այդ հարաբերություն շատ քեսծավ գսավ ուրեմն մի քանի օր ասանք հազիվ իրար հետ խոսենք օրորի մեկը ինձ իգանչեց ներսեսա որ չեմ ուզեր որ մեր հարաբերությունները աստվին ասպատ բաճ ներողություն ասպատ ճարավ ուրեմն գրնաս այդ բոլոր օրը օֆ արնել ասած է ուրեմն աս դիգին իր միտքի եկավ թե ինչպես իր բասի իրեն հետ կորզակցած էր եւ իրեն այդ օրը արցագուր տված էր որքան գտնալով հանդես որ շատ կարեւոր օրեր եւ պետք ուներ իրեն ուրեմն գերացանի ասա դիգնոջ եւ գսե որ խոսին եւ հարցը ավելի բարեկամական գետնի վրա գլուծեն մենք հիշենք թե Աստված մեզի ինչ բարիկներ ըրած է ինչպես մեզի նորամիտ եղած է ուրիշներ ալ մեզի եղած են եւ մեր շուչիններն մեզ քրիստոնեական կյանք այդպես կվար մեզ մի բանջը որ մենք ալ մեր շուչիներ մեջ իրական կյանքի մեջ այդպես վարվենք իրի փագենք հասարավոդյան başlamonk երկելով երկ 8-5-3 850-րդ երկ վիդ երկենք վերջին դունը ոտքի վրա եւ Արություն եղբայր Շամգոչյանի աղոթքով բրի փագենք 853 Of